Վահագն Չախալյանը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին Ախալքալաքում։ Ջավախքը հայ հասարակական քաղաքական գործիչ է, որի կյանքն ու գործունեությունը մշտապես միտված է եղել ազգային ինքնության, իրավունքների պաշտպանության եւ հայրենի հողի վրա արժանապատիվ ապրելու պայքարին։ Հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից, իր համախոհների հետ հիմնադրելով Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը։ Նույն թվականի ապրիլի 24-ին Ախալքալաքում նրա նախաձեռնությամբ կազմակերպվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթ, որը հետագա տարիներին դարձավ ավանդական եւ վերածվեց ազգային հիշողության պահպանման խորհրդանիշի։ 2001 թվականի ամռանը Ջեմի շրջանակում ստեղծվեց Ջավախքի սկաուտական շարժումը, որի շնորհիվ 2001-ից 2008 թվականներին Ջավախքի տարբեր համայնքներում մի քանի 100 հայ պատանիներ ստացան հայրենասիրական դասյարակություն, ձևավորվեցին որպես գիտակից քաղաքացիներ եւ ձեռք բերեցին սկաուտական հիմնական հմտություններ։ 2002 թվականի աշնանը Ախալքալաքում հիմնվեց Տոր-Քանգեղ մարզական դպրոցը 7 մարզաձևերի դասավանդման։ Հետագա 5 տարիների ընթացքում դպրոցը մասնաճյուղեր բացեց Նինո Ծմինդայում եւ Ջավախքի մի շարք գյուղերում, նպաստելով առողջ ապրելակերպի եւ ազգային ոգու ամրապնդմանը։ Նույն թվականին ստեղծվեց նաեւ Ջավախքի երիտասարդական ռադիոն, որը կարճ ժամանակում դարձավ տարածաշրջանի ամենալսվող հարթակներից մեկը։ 2002 թվականի մարտին Վահագն Չախալյանը հիմնադրեց Քաջատուն թերթը, իսկ 2006 թվականին Ջավախք ինֆո տեղեկատվական գործակալությունը, ձևավորելով խոսքի ազատության եւ իրազեկման կարևոր կենտրոններ Ջավախքում։ 2003 թվականից սկսած ջեմը նախաձեռնեց եւ կազմակերպեց բողոքի ակցիաներ ուղղված Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանը եւ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության դեմ պայքարին։ 2005 թվականին ձևավորվեց միասնական Ջավախք ժողովրդական դաշինքը, որի համահիմնադիրն ու առաջնորդը դարձավ Վահագն Չախալյանը։ Դաշինքը կազմակերպեց բազմահազարանոց ցույցեր, բարձրաձայնելով սոցիալական, կրթական եւ ազգային կենսական խնդիրներ։ 2006 թվականին միասնական Ջավախք ժողովրդական դաշինքը մասնակցեց Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ստանալով զգալի աջակցություն Ախալքալաքում եւ ներկայացվածություն տեղական իշխանությունում։ Չնայած դրան, դաշինքը հրապարակավ հայտարարեց ընտրությունների կեղծման մասին, ինչն էլ հետագայում դարձավ Վահագն Չախալյանի դեմ առաջադրված մեղադրանքների հիմքերից մեկը։ Վահագն Չախալյանը եղել է Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության հիմնադիր նախագահ, միասնական Ջավախք ժողովրդական շարժման համահիմնադիր եւ առաջնորդ, Ջավախքի սկաուտական շարժման հիմնադիր եւ պատվավոր նախագահ, ազգային արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնության հիմնադիր, Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիր։ Նա նաեւ 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից է։ Առաջին իսկ օրվանից ծառայել է Սև Հովազ ջոկատի կազմում, հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Այսօր Վահագն Չախալյանը գտնվում է այն 18 արդարների շարքում, ովքեր անհիմն եւ քաղաքական դրդապատճառներով պահվում են կալանքի տակ։ Դրա կալանավորումը նպատակ ունի լրացնել պայքարի, ազգային արժանապատվության եւ ճշմարտության ձայնը, սակայն նման մարդիկ չեն լռում պատերի ներսում։ Վահագն Չախալյանը 3 երեխաների հայր է։ Նրանք այսօր զրկված են հայրական ներկայությունից միայն այն պատճառով, որ իրենց հայրը ընտրել է արդարության ու հայրենիքի ճանապարհը։ Պատմությունը հիշում է նման մարդկանց անունները։ Արդարներին կարող են ժամանակավորապես փակել, բայց երբեք չեն կարող կոտրել։